Բարև ձեզ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Business Lab հաղորդաշարի հերթական հաղորդումն է։ Մենք այստեղ խոսում ենք գաղափարներից, ծանր որոշումներից եւ այն մարդկանցից, ովքեր ձևավորում են ձեռներեցության մշակույթը։ Այսօր մեր հյուրը Art-Lunch Rնդի ցանցի հիմնադիր եւ ղեկավար, Dilly-Town Resort-ի, Պոպոկ հյուրատների, Իտալիայում գործող հյուրանոցային ցանցի տնօրեն, ինչպես նաեւ Վիտամինա համային ջրերի, Lava Elixir բրենդի եւ մի շարք այլ հաջողված բրենդների հիմնադիր տնօրեն Բակուր Մելքոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, Անի ջան, իրականում այդտեղից ոչ մեկ տնօրեն չէի ես, հիմնադիր, համահիմնադիր, բայց ոչ տնօրեն։ Օպերացիոն հատվածը անձնում եմ ինձ վստահելի մարդկանց։ Ինչպես եք վստահ մարդկանց։ Դե կնոջ չի կարելի չվստահել, այդ առաջի դեպքներ, մյուս դեպքերում իհարկե համակարգեր ստեղծելով եւ այդ համակարգերում դնելով համապատասխան որակյալ մասնագետների։ Ինչպես արդեն նշեցիք, ձեր կինը ձեզ հետ աշխատում է։ Ինձ համար ամենահեղափոխական բացահայտումներից մեկը դա էր, որ տարիներ առաջ, երբ Հայաստանում կար կարծրատիպեր, որ կինը չի կարող աշխատել կամ բիզնեսում չպետք է լինի, դուք սկսել եք ձեր կնոջ հետ։ Ինչպես եք կարողացել անձնականը, գործնականը տարանջատել։ Նայեք, շատ կարևոր է, որ բիզնեսը երբ որ սկսում է, բիզնեսը չունի այն ռեսուրսները, ինչ որ հետագայում բնականաբար ընդլայնվելու ընթացքում եւ համարել, որ բիզնեսը սկզբնական փուլում կկարողանա ունենալ այն անվտանգության համակարգերը, ապահովագրության եւ այն մեխանիզմները, ինչով պետք է աշխատի, սուտ կլինի եւ սկզբում շատ կարևոր է անձը, որովհետեւ սկզբնական փուլում չլինելով այդ վերահսկողության մեխանիզմները, դուք շատ եք հիմնված գործընկերոջ հետ վստահության վրա։ Իսկ ավելի վստահելի մարդ, քան քո կեսը, բնականաբար չի կարող լինել եւ այստեղ այդքանով արդեն հաջողված էր մեր բիզնեսը, երբ մենք սկսեցինք ընտանիքով կնոջս հետ։ Իսկ ո՞րն է կնոջ առավելությունը բիզնեսում։ Նայեք, շատ կարևոր է անկախ նրանից դա ձեր կինն է, թե ծանոթն է, թե ինչն է, որպեսզի գործընկերը ինչ որ բանով լրացնի ձեզ։ Շատ կարևոր է, որովհետեւ շատ դեպքերում ես տեսնում եմ բիզնեսմեններ, գործարներ, ովքեր ասում են այ օրինակ չեմ կարողանում, որովհետև ինքը մի քիչ ուրիշ ձևով է մտածում, դա հենց լավը։ Լավը նրանով, որովհետև միևնույնն է, ձեր հաճախորդներն էլ միանման չեն մտածում, ձեր սպառողներն էլ միանման չեն մտածում, եւ ինչքան շատ կարծիք, ինչքան ուրիշ ձևով մտածող լինի, այնքան ավելի լավ, այնքան դուք այդ վեճերի, լավ իմաստով վեճերի, արդյունավետ վեճերի արդյունքում կհանգեք ամենակարևոր եւ ճիշտ ուղղության վրա կանգնեք, ճիշտ որոշում կայացնեք։ Այսօր շատ ընտանիքներ, զույգեր եմ ճանաչում անգամ, որ միասին աշխատում են, բայց ամուսնանալուց հետո որոշում են առանձին տեղեր աշխատել, որպեսզի չհոգնեն միմյանցից, չխանգարեն, հարաբերությունները պահպանվեն։ Ինչ կասեք այդ զույգերին։ Ես իհարկե չեմ համաձայնվի, այն դեպքում եթե զույգը ամուր է եւ իրական սեր կա, չեմ կարծում, որ շատ տեսնելը ավելի վնաս պետք է տա, բնականաբար դա նշանակում է ինչ որ այլ թաքնված քարեր կան, որոնք չի բացահայտվում, այսինքն նույն հետ կոവിഡ്ի ժամանակ որ շատ ընտանիքներ կանվեցին, երբ որ մարդիկ ստիպացին իրար հետ շատ շփվել, կարծում եմ դա այդքան էլ լուրջ չի։ Պարոն Մելքոնյան, դուք աշխատում եք միմյանցից բավականին տարբերվող ոլորտներում, ոչ թե մեկ ոլորտում խորացել եք ու ստեղծել փակ շղթա, այլ միմյանցից բացարձակ տարբերվող ոլորտներ եք հիմնել, ինչու եք այդպես որոշել։ Ընդհանրապես նայեք, աշխարհով մեկ եթե նայեք, ամենասխալ բիզնես մոդելը, որը կա, որը գործում էր, հիմա չի գործում, դա փակ շղթան է, բիզնեսը փակ շղթայով աշխատացնելը ամենասխալ որոշումն է, եթե հիմա տեսնեք ընդհակառակը բիզնեսը շատ ավելի է մասնատվում, նույնիսկ Եվրոպայում հիմա զարգանում են, օրինակ մեր ոլորտից ասեմ, ռեստորաններ, որոնք չունեն ընդհանրապես խոհանոցներ, այսինքն իրենք ընդհանրապես մեկ դարքիչունից ստանում են իրենց մթերքը պատրաստի վիճակում եւ պարզապես սերվիս են տալիս, այսինքն ինքը սկսում է ավելի կտրտվել եւ ավելի խորանալ մասնագիտանալ կոնկրետ ուղղություններով եւ ամբողջ շղթափակել այդ վաղուցվա եւ հին մոդելեր, ինչի պատճառով մենք չենք տեսնում շղթափակելու որևէ նույնիսկ արտլանչի ոլորտում, որ մենք աշխատում ենք, շղթա չենք փակում, շատ ծառայություններից ուղղակի outsource ենք անում, ինքներս չենք անում դա, փորձում ենք խուսափել թե ներմուծումներից, թե մեր արտադրանքները, որոնք իրացնում ենք դրա արտադրությունից, որովհետև համարում ենք մեր ծառայության ոլորտն է։ Իսկ մյուս ոլորտների մեջ ես ոչ թե արդեն հայտնվել եմ, այսպես ասած, որպես
օպերացիոն աշխատակից գործընկեր, այլ որպես իդեա եւ ֆինանսավորող կամ իդեա կամ ֆինանսավորող, այսինքն այդ հաջորդ փուլն է, երբ որ քո բիզնեսի մեջ կարողանում ես այնքան կայանալ, որ բիզնեսը ունենա իր ստրուկտուրան եւ աշխատի առանց քեզ, դա ամենալավ մոդելն է իհարկե, նոր դրանից հետո դու կոպիտ ասած իրավունք ունես այլ բիզնեսով զբաղվելու, այն էլ զբաղվելու ոչ թե նորից զրոյից սկսելու, այլ ձեն իդեաները եւ այն փորձը, որ դու կուտակել ես քո բիզնեսի մեջ, տալու քո գործընկերներին եւ գործընկերների միջոցով նոր բիզնես հիմնելու։ Իմ բոլոր նոր նախաձեռնությունները չունեն որևէ նախաձեռնություն, որը մենակ եմ արդեն անում, բոլոր մնացած նախաձեռնությունները արտանչից դուրս գործընկերների միջոցով են արվում ու գնալով ինչ նախաձեռնություն սկսում ենք ավելի շատ գործընկերներ, որովհետեւ այսօր ամենակարևորը իրականում թիմն է, թե նայեք ամենահաջողված վերջի ստարտափեր, բիզնեսներ մեծ թափ հավաքող ոչ մեկ միայնակ չեն, բոլորը ինչ որ հազար թիմեր են հավաքվել իրար շուրջ ու այդ թիմով կարողացել են հասնել հաջողությունների, որովհետև ժամանակին եթե հիշում ենք, մենք միշտ ասում ենք, որ հա արդեն շատերս հասկացել ենք, որ գումարը կարևոր չի, կարևորը իդեան է, հիմա ավելի ակտուալ է դառը իդեան էլ այդքան կարևոր չի, կարևորը թիմն է, երբ որ լինի լավ թիմ, հզոր թիմ, թիմի կծանի իդեա, իդեան էլ կբերի փող, այս շղթան շատ հստակ աշխատում է։ Իսկ ինչ սկզբունքներով եք ընդունում նոր թիմակիցների։ Կարևորը իրանք ինչ կփակեն, հա, այստեղ նորից այդ բանով իրանք ինչ կլրացնեն ձեզ։ Ամենավատ բանը սխալը, որը գործում են շատ մեր գործարարներ, հա, դա երբ գործընկերոջ են վերցնում գումարի համար։ Երբ որ դուք գործընկերոջ եք վերցնում գումարի համար, դա ամենավատ տարբերակն է, որովհետև որոշ ժամանակ հետո գործը հաջողելու դեպքում դուք եք սկսում նեղվել, որովհետև վերջ-վերջ եթե գործը հաջողել է, ինչ որ մեկից գումար եք վերցրի, դուք պարտավոր եք անընդհատ ինչ որ մեծ տոկոսներ տալ իրան ու նեղվում եք հանուն ինչի, ավելի լավ կլներ բանկից վերցնեք, մտածում եք, գործը վատ լինելու դեպքում փոխդնողն է նեղվում, որտեվ ասում ես ինչ տեղ եմ դրել, հենա բանկում կտանեի ավանդ կդներ։ Այսինքն ցանկացած պարագայում ինքը չկա փողով միայն գործընկեր ընտրելու դեպքում չկա հաջողված մոդել, փողով գործընկեր պետք չի ընտրել, սա իմ խորհուրդն է բոլոր սկսնակ թե կայացած բիզնեսմեններին, նաև գործընկերը չընտրել նրանով, թե ինքը ձեզ ինչ կարող է, ինչ որ մասը կարող է փակել։ Ենթադրենք դուք լավ եք արտադրությունից, հա, լավ եք կարողանում արտադրությունը կազմակերպել, այս անեն ով է ձեզ պետք, ձեզ փող է պետք, չէ, ձեզ օրինակ պետքա վաճառք, մի հատ թիմ էլ գալիս է վաճառքից, ինչա ձեզ պետք, մի հատ գործընկեր էլ գալիս է IT օրինակ, կպնում է դառավ մի հատ հետաքրքիր թիմ, դա համար հետաքրքիր թիմ, այսօր կարա մեկը գա ասի ես AI լավ մասնագետ եմ, եկեք կպնեմ ձեր բիզնեսին որպես գործընկեր, ինքը ավելի լավ է, քան թե ինչ-որ մեկը որ ասի ձեզ փող տա։ Ասեմ այսօր դարն հենց է, որ հաստատ արժի ընտրել գործընկերներ ավելի, որոնք տալիս են փողից բացի այլ արժեքներ։ Իսկ բացի ինչ-որ բաներ փակելուց, այսինքն իրենք ինչ կարող են ձեզ տալ, կան բնավորության կամ արժե համակարգային որոշակի սկզբունքներ, որոնցով եք հիմնվում այդ դրանք որոնք են։ Դա առաջնային կարևորագույն սկզբունքն է, որովհետև ինչքան էլ իրանք ինչ-որ բաներ փակեն, ինչքան էլ ինչ-որ ոլորտներ կամ ինչ-որ ուղղություններ փակեն ու պրոֆեսիոնալ լինեն, եթե ազնվությունը չեղավ, նորից եմ ասում, հաստատ ազնվությունն ու բիզնես մտածելակերպը, սա շատ կարևոր բան է, բիզնես մտածելակերպը հեռուն գծագրելու, այսինքն հեռուն տեսնելու եւ երկարաժամկետ մտածողություն ունեցող, հենց այսօր էի Facebook-ում post գրել այդ կարճաժամկետ մտածողություն ունեցող գործարարների մասին, ինչի պատճառով մարդիկ շատ ժամանակ գերադասում են մեծ շահույթը կարճ ժամկետում, քան թե փոքր շահույթը երկարաժամկետ ու ավելի ստաբիլ եւ մենք ունենք այն ինչ որ ունենք, այսինքն մենք ունենք բավականին մեծ հարուստներ, հարուստ գործարարներ, բայց ցավոք սրտի չունենք հայկական որևէ լուրջ բրենդ, որը համաշխարհային ճանաչում ունենա, ինչը շատ ցավալի է, երբ տարիներ առաջ էր, երբ մենք բավական երկար առաջ ուսումնասիրում էի այդ ոլորտը, Շվեյցարիայում 350 քանի, թե 370-ից ավել բրենդներ կային, որոնք ֆրանչիզա էին վաճառում, որոնք աշխարհում մեկ ճանաչված էին, Հայաստանում այդ բան չկար ոչ մի ֆրանչիզա վաճառող, հիմա էլ կարծես շատ լուրջ չկան, բայց տենդենսը արդեն գնում է, որը շատ ոգևորող ու հաճելի է իհարկե։ Եթե չեմ սխալվում, դուք շատ քիչ գործարարներից եք, ովքեր համատեղ
աշխատում են, այսինքն նախկինում ավելի սուր էր, չէ՞, դա դրված, որ մենակ ես լինեմ, դեռ ավելին, եթե մի քանի հոգով էին սկսում, ընթացքում փորձում էին ամբողջը իրենք մաս կազմել, ինչպես է հնարավոր տարբեր մարդկանց հետ աշխատելով այդ էգոիզմը չունենալ, ինչն է ձեզ տիպում կարողանալ մարդկանց հետ, տարբեր մարդկանց հետ աշխատել։ Պայմանավորվածությունը, ինչքան էլ տարօրինակ հնչի ճիշտ պայմանավորվածությունը, որովհետև մենք միշտ օրինակ ենք վերում, չէ, օրինակ հրեա ազգին, թե իրանք ոնց են կարողանում կորպորացիաների համախմբվածության, մեծ կամպանիաներ ստեղծել, բրենդների մեծ մասը, հրեաներ են ու ոչ մենակով, իրանք լիքը հրեաներ են, ու շատ հետաքրքիր ձևի են իրանք թե իրար դեմ մրցակցում, թե իրար հետ համագործակցում, այստեղ պայմանավորվածության բիզնես կանոններ է պահվում ընդհանրապես։ Այսինքն կա հասարակ դրա մասին ես առնվազն մոտ 1 ժամանոց դրա համար դա կարելի առանձին եթեր տրամադրել մի անգամ 1 ժամանոց ելույթ եմ ունենում մոտավորապես ինչ ձևով ճիշտ գործընկեր ընտրել եւ ինչպես ճիշտ սկզբունքը դնել, որպիսի հետագայում դա խնդիր չլինի, ինչպես թղթի վրա գրի առնել նույնիսկ։ Չեմ ասում այն ինչ որ պայմանագրով դու գնում եք նոտարով շեշտում եք, ամենագլխավոր խնդիրը երբ որ երկու գործընկերից մեկը ասում է՝ «Այ տեսար, ես ասում եի, դու չլսեցիր»։ Նման բառակապակցություն եթե դուք գործընկերության միջից հանեք, գործընկերության արդեն 90% առողջ շարունակությունը համարյա թե ապահովելու եք, որովհետև հիմնական խնդիրը դա է լինում, որ երկու գործընկեր դուք երկուսով բան եք որոշում։ Եկեք մի փոքր հատված այդ կոպիտ ասած սեմինարից ասեմ, անցնենք առաջ, մենք ու դուք որոշում ենք իրար հետ բան անենք, բիզնես անենք։ Դուք առաջարկում եք, որ մենք գնանք ջուր արտադրելու օրինակ պլաստմասե տարաներով, ես ասում եմ ապակե։ Հիմա ասենց գնում ենք, վիճում ենք, մեր ասած լավ իմաստով վիճում ենք եւ որոշում ենք, օքեյ, ես ասում եմ լավ, անում ենք պլաստմասով։ Սկսում ենք պլաստմասով արտադրել եւ չի հաջողում մեր բիզնեսը։ Ով է մեղավոր։ Երկուսով։ Առնվազն ավելի լավ պատասխաներ, քան թե շատերն են տալիս, որովհետեւ շատերը ասում են դե մեղավոր եք դուք, որովհետեւ ասել եք պլաստմասով, մենք էլ արինք պլաստմասով, չստացվեց։ Իհարկե ճիշտ պատասխանը նա է, որ մեղավոր չկա։ Այս ամենակարևորը եւ երկրորդը եթե այնուամենայնիվ եթե որոշում ենք որ մեղավոր պետք է գտնենք մեղավորը ես եմ ինչ եմ մեղավորը ես որովհետեւ այդ ժամանակ փաստորեն ես այդքան վստահ չէի իմ ապակյա շշի վրա եւ ես չտարա իմ առաջ համոզելու պատասխանատվությունը իմ վրա վերցնելու հետեւապես դուք վերցրիք պատասխանատվություն ձեր վրա եւ մենք արեցինք ձեր ասածով ու ես այդ ժամանակ եթե իմանամ չստացվելու դեպքում ավելի մեղավոր եմ ես քան թե դուք մեղքին վրա ես ավելի պետքա որ հետ եմ քաշում ընդունում եմ ձեր ասածը պետք է ավելի ողջորված կապնեմ այդ իդեային որ ձեր ասածը ստացի որ ես ինձ լավ զգամ որովհետեւ շահում ենք համ երկուսս համ էլ ես մեղավոր չեմ լինում մտքիս մեջ ված չի լինում ասում դες մտածում էի բայց ինչի ես առաջ չտարա իմ իսկ մեր հիմնական խնդիրը դա է ես ձեզ վստահեցնում եմ 99% դեպքերում որ գործընկերները իր այդ աշխատելուց այդպես ես ասում եի այստեղ ասում եմ ամենագլխավորը դա է երկրորդը նաև փաստ չի որ դեռ մենք որ անենք ապակյով ավելի լավ հաջողության կհասնենք թե ավելի մեծ բռավալի հետևաբար նման արտահայտություն անելը գործընկերության մեջ սենց մի քանի հետաքրքիր կանոններ կան որոնք պահպանելու եւ գրի առնելու դեպքում թղթի վրա ոչ թե նոտարական, որտեղ օրենքի սահմաններում օքեյ է, բայց մինչև օրենքը հրեաներն են շատ հետաքրքիր մեխանիզմ անում, որ մենք օրինակ մի հատ միջադեպ ասեմ արագ, մի հատ նոր պրոյեկտ ենք անում IT ոլորտի մի գործընկերոջ հետ եւ այտենց այդ նոր պրոյեկտի սահմաններում ասում եմ, բա որ չստացվի գումարը ոնց ենք անելու, տալու եմ, չեմ տալու, ու այդ չստացվելու հարցն է գալիս, որովհետև ինձ կողմից կարա որոշի, որ դա ստացվել է, ես կարամ ասեմ չի ստացվել, ով պետք է դա որոշի։ Եթե մենք գնացինք այս դեպքում դատարանները, դուք պատկերացնում եք այդ քաշքշուկները, այդ ծախսերը, այդ գումարները, այդ ամեն ինչ, այսինքն համ իմ բիզնեսն է տուժելու, համ իրա։ Ինչ է մեր պայմանավորությունը։ Այդ ոլորտից դու ես ճանաչում, անուններ է տալի, ես ում եմ ճանաչում, ես եմ անուններ տալի։ Համընկավ Պետրոսին երկուսս ճանաչում ենք այդ ոլորտի մեջ, հարգում ենք, ընդունում ենք մեր ընկերն է, օքեյ է։
գրեցինք մենք այդ թղթի վրա, որ հանկարծ մենք ունեցանք անհամաձայնություն, խելոք դիմում ենք Պետրոսին եւ պարտավորվում ենք երկուսս լսել Պետրոսը ոնց որոշում կայացնի դա է ու գնալ այդ ուղղությամբ։ Մի հատ այնպես թուղթ ենք դնում բանի տակ, ինքը բանը տրիվիալ բանը հնչում, բայց լուծում է բոլոր խնդիրները, ինչի առջև հայ գործարարները, հիմնականում գործընկերները բախվում են։ Նույնիսկ արտասահմանում մրցակի ես գիտեմ, որ քաղաքներ, որտեղ երկու ամենամեծ մրցակիցները հենց հայեր են։ Ես բանում շատ վատ մրցակցությամբ տարիներ առաջ ընկերոջս հետ բարևեց մի շատ այնց բան հակնված sense բան վիճակի sense խմած տեսքով բոմժի մի վիճակի մի մարդու բարևեց ասի հետո էր sense զարմացա որ ինքը մեծ գործարար է ճանաչում էր իրան ասաց բանը լուրջ գործարար էր եկել էր ստե երկու ընկերով բիզնես էին դրել պրոբլեմ ունեցան այդ պրոբլեմը լուծելու համար նա դիմեց Չեչենին այն մեկը դիմեց նրան սկսեցին փող տալ այս Չեչենին նա նրան բան արեց այսինքն երկու հայ գնացել այնտեղ գործ են անում բիզնես են անում չի ստացվում երրորդ ինչ որ կրիմինալ ազգի կրիմինալ ոչ թե ազգյալ մի այլ ազգից կրիմինալ ներկայացուցիչ դիմում են հարցը լուծելու համար։ Ով է գործարարը եւ Հայաստանում հիմնականում ինչ սխալներ են իրենք անում։ Դե սխալներից կարծես ահագին խոսեցին գործարարների, որոնք են այդ սխալները, հա, գործարարները իրականում մենք ես նորից դրա մասին ահագին խոսում եմ, երկու տեսակ են լինում, դրանք գործարարներ են, որոնք փոքր եւ ընտանեկան բիզնեսների գաղափարի կողմնակից են փոքր բիզնեսներին եւ դա նորմալ է իմիջիալոց, որտեղ վերջերս մեկ մոտեցավ իմ ելույթներից հետո բայց անպայման ուզում եմ ձեր հետ հանդիպեմ դեպրեսիայի մեջ եմ այսքան տարի ասում եմ ես բիզնես եմ արել մի հատ կիներ ես այդքան տարի բիզնես եմ արել բան ես հասկացա որ ես բիզնեսից բան չեմ հասկանում սխալ եմ արել որ ասես դեպրեսիայի մեջ եմ ձեր ելույթից ասի լավ եկեք հանդիպենք այդ կարևոր հարցը պետք չի դեպրեսիայի մեջ մնալ հաստատ իմ ելույթի պատճառով եւ երբ հանդիպեցինք զրուցեցի ես հասկացա որ պարզապես ասում եմ ախր դուք լսել եք իմ բիզնեսի մասշտաբայնեցման ելույթը բայց ձեր բիզնեսը հեչ կարիք չունի մասշտաբայնեցման դուք որպես ընտանեկան բիզնես հրաշալի բան եք ստեղծել ձեր անվան եւ ձեր վրա հիմնված հրաշալի մեխանիզմ եւ դուք շատ լավ աշխատում եք իմաստը ձեր մասշտաբայնեցման դուք պետք է հասկանաք նպատակը որն է մասշտաբայնեցման էլի որտեվ փող աշխատել լավագույն միջոց փող աշխատել մոտիվացիան դա ամենավատագույն մեթոդն է եթե Օրինակ տարիներ առաջ Ամերիկայում որ հարցում էին արա ինչի համար են ամերիկացի նոր գործարարները երիտասարդները ցկտում դառնալ գործարար բիզնեսմեն պատասխանի 80% եղել է որ մարդիկ երիտասարդները ցկտում են նոր բրենդներ ստեղծել աշխարհ գրավել նոու-հաուներ անել ցենց բարձր բաներ հա մտքեր էին հետաքրքիր 20% ասել էր որ փող աշխատենք Հայաստանում հակառակն էր եղել 80%-ը փող աշխատելու համար էր փորձում բիզնես անել, որը շատ վատ արդյունք է տալիս։ Իսկ կարող ենք դա ասել նրանից է, որ առաջնային կարիքի բավարարման խնդիր կա մեր երկրում, հետեւաբար առաջնային պլան է գալիս գումարը, իսկ Ամերիկայում դա չկա, իրենց մոտ արդեն գաղափարներն են գալիս։ Ինչի՞ չհամաձայնվում, որովհետև այստեղ ավելի բիզնես մոտեցման, բիզնես կրթվածության հարց կա, որովհետև եթե դու ուզում ես առաջնային գումարի հարց լուծես, բիզնեսը լավագույն մեթոդը չի։ Բիզնեսը ռիսկային մեթոդ է փող աշխատելու համար։ Եթե դու ուզում ես գումար աշխատես, դու գնա կարիերա։ Դա ավելի քիչ ռիսկային, որովհետև եթե դու լավ մասնագետ ես, եկեք ռեալ վերցնենք, դուք լավ մասնագետ եք։ Եվ եկել եք դուք լավ մասնագետ եք, ես էլ բիզնեսմեն եմ, որոշում եմ բիզնեսով զբաղվել։ Դուք սովորում եք, ունեք հստակ մասնագիտություն, ես էլ որոշել եմ, օրինակ բիզնես եմ որոշել, սկսել եմ բիզնես անել։ Ինչ-ինչ պատճառներով այստեղ այդ բիզնեսը Հայաստանում չստացվեց։ Հազար ռիսկ կա։ Կամ մի բավ կարող շրջափակում, կարար էս կարան, ինչի պատճառով որ չի ստացվում։ Հա կամ նոր տեխնոլոգիաներ մտան իմ ես ինչ է։ Ես ինչ պետք է անեմ։ Ես պետք է 0-ից տակ տվեցի վարկեր, չգիտեմ, բաներ, գումարներ, պարտքեր, աշխատակիցների աշխատավարձներ, լիքը խնդիրներ։ Դուք ինչ արեցիք, չստացվեց, գնացիք մեկ ուրիշ ֆիրմա։ Իմ ֆիրմայից դուրս եկա, գնացիք ուրիշ ֆիրմա։ Դուք խնդիր չունեք, դուք լավ մասնագետ եք, լավ կարիերիստ եք։ Այսինքն փող աշխատելու մենք մեր մոտ է դա տպավորությունը որ մարդկանց թվում է որ փող աշխատելը հա եթե մենք ուզում ենք փող աշխատենք ու գարանտիր ունի լավ փող գրանք բիզնես անենք չէ դա այդ չի եթե ուզում եք գարանտիր ունի ապահով փող աշխատել դա կարիերան է եթե դուք արկածախնդիր եք կոպիտ ասած այդ ձեր ասած ինչ որ այլ մոտիվացիաներ ունեք քան բացի փող աշխատելը այ բիզնեսը ձերն է դա բան է մի տեսակ բան է ընկերոջս հետ վիճում ենք ասած
դու վերջի մի փորձարկումներից մեկի մի բիզնեսը, որ փորձարկում արեցի, 200 քանի հազար դոլարի չափ ներդրում արեցինք ու չստացվեց։ Okay է։ Ինքը բաները բավապես ոնց sense էսի չստացվեց ձախողեցի, ասում չձախողեցի, սովորեցի։ Ես սովորեցի, այդ ինչ եք դուք գնում, ընդհանրենք տալիս սովորելուն 5 տարի սովորում վարձ եք տալիս, դա ձախողել չեք համարում։ Ես էլ սա ձախողել եմ, սովորեցի։ Իսկ իրան այդ ընկերոջից լրիվ ուրիշ պատասխան տվեցին, թանկարժեք մեքենա էր առել, 3 տարի քշել էր, վաճառել էր, մոտ 200,000 ավելի էժան, 400-500,000 դրամ։ Ասում եմ, հիմա դու դրանից ես հաճույք ստացա, ես ես սրանից հաճույք ստացա։ Դու 200,000 դոլար ծախսեցիր 2 տարվա մեջ մեքենայի վրա։ Ես հաճույք ստացա, այս մի բան փորձելուց, ամեն մարդ մի բանից է հաճույք ստանում, էլի, դրա համար կարևոր է հասկանալ ինչ նպատակ, մոտիվացիան որն է, որովհետև եթե մոտիվացիան դնում եք պարզապես փող աշխատելը, եթե դուք նայեք աշխարհում հաջողության հասած միլիարդատեր եւ մեծ կամպանիաներ ստեղծած մարդկանց, ես իրանց եմ նայում, որովհետեւ ես չեմ համարում, որ թե ես, թե իմ շրջապատում էս բան կա այդ հաջողության հասած գործարար ու ձգտումը դեռ կա, իրանց եթե նայեք, իրանց ոչ մեկի մոտիվացիան փող աշխատելը չի, բացարձակ, ամեն մեկը մի ավելին է, փողի նկատմամբ շատ այլ վերաբերմունք ունի, էլի։ Տեսեք, մենք խոսեցինք բիզնես կրթության մասին, ըստ ձեզ Հայաստանում դա բավարար մակարդակի է եւ ինչ պետք է անել այդ ուղղությամբ։ Իրականում ուղիղ ասեմ, բավարար մակարդակի վրա չի, ինչա պետք անել, արդեն անում ենք, եթե նայեք օրինակ ես 2 բիզնես ակումբների հիմնադիր անդամ եմ, համահիմնադիր եմ 2 Մանթաշյանց եւ Կլուբ Կապիտալ բիզնեսների, որտեղ ակումբների, որոնք հենց ստեղծվել են ընկերներից հետ, ակումբներից կանգնած եմ, նպատակը հենց այդ բիզնես կրթվածությունն է, թե չէ ինչի համար է, որ ես օրինակ իմ բիզնեսի մեջ այսօր իմ ժամանակի 5%-ն եմ տալիս, 95% ավելի հասարակական, այն նույն ձևի, որ հրավիրեցիք հաճույքով եկա ինչ համար, որտեվ առիթ է եւս մեկ անգամ խոսելու սրա մասին, որտեվ երբ որ լինի ճիշտ բիզնես մթնոլորտ, երբ որ լինի ճիշտ բիզնես կանոններ ու բոլորս հասկանանք սրա կարևորությունը, գործարարի կարևորությունը երկրի կայացման մասում կունենանք հզոր պետություն։ Այլ տարբերակում չկա որևէ հզոր պետություն, ձեր ասեմ, որտեղ չկան հզոր բիզնեսներ, չկա այդպես պետություն։ Եթե նայեք, իրանք կարան փոքր կարճաժամկետ ինչ-որ բաներ ունենան, բայց լուրջ պետությունները հիմնված են լուրջ բիզնեսի վրա։ Չկա, որ ինչքան էլ ասեք լավ մշակույթ ունի, դրա համար ինքը ուժեղ պետություն է։ Չէ, եթե բիզնես չկա այնտեղ, նույն եթե այդ մշակույթը բիզնեսը չի ֆինանսավորում, եթե այդ մշակույթը բիզնեսի չի վերածվում, դա հիմա լավա թևա հարցի մյուս կողմն է, ես այդտեղ չեմ ուզում մտնել այդ դաշտ սկսել քննարկել, որովհետև ինքս որ խորանամ լավ չի, բայց դա է աշխարհի կանոնը։ Շատ գործարարներ խուսափում են հանրային լինելուց, իրականում հաղորդման ամենասկզբում երբ որոշում էի, հենց ամենամեծ վախը դրանում էր, որ չեմ գտնի այնքան գործարարներ, ովքեր կցանկանան խոսել, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, ոմանք վախենում են քննադատությունից, ոմանք չեն ցանկանում մտածում են, որ իրենց կարծիքները չեն ընդունվի, իրենց գործունեությունը չի ընդունվի ու այդպես ձևավորվել է կարծրատիպեր գործարարների մասին, նույնիսկ կարող եմ արտաքինը նկարագրել, այդպիսի կարծիքներ կան ու ինչու է կարևոր գործարարի հանրային լինելը։ Ինքը շատ կարևոր է, ոչ միայն կարևոր, այլ շատ կարևոր է, որովհետև եթե նորից դուք նայեք դրսում կայացած որևէ հաջող բիզնեսմենի, իրանք անպայման հանրային դեմքեր են, որովհետև հանրային դեմք չլինելու դեպքում դուք չեք կարող, բիզնեսը պետք է ներկայացնեք, բիզնեսը պետք է բաց լինի, բիզնեսը այսօր վաճառում է էմոցիա, բիզնեսին պետք է վստահեն, մարդը պետք է վստահությամբ եւ հաճույքով այդ բիզնեսի ծառայությունից օգտվի եւ այն ինչպես ճիշտ նշեցիք, բանի հետ կապված անջան սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներ կան, որ մեր գործարարները, քանի որ ես 2 ակումբի շրջանակներում ավելի քան 500-ից 600 բիզնես գործարարի հետ եմ շփվում, պատճառները իսկապես կան օբյեկտիվ պատճառներ էլ շատ, նաև սուբյեկտիվ, իրանք չեն ուզում հանրային դառնալ, իրանք չեն ուզում իրանց մասին իմանան, որովհետև դրանից թե վախեր կան, որ ավելորդ մեծ խնդիրներ կստեղծեն, ավելորդ մեր մասին ինչ-որ բաներ կխոսեն, ավելորդ անհարկի իրանց բրենդը կօգտագործեն։
եւ դրանց օրինակները կա, հա, հասկանում եք, ես օրինակ տարիներ առաջ հիմա հուսամ նման դեպքեր չեն գրանցվի, բայց շատ առաջ էլ չէր, Կանադայում էի, ընկերոջս հետ նստած ահագին ժամանակ է իրանց տանն էինք մնում, նայեցինք, նորություններն էինք նայում եւ գրած էր, որ այս ինչ բրենդի մեքենան, հիմա չեմ հիշում, որ ֆիրմայի, էական էլ չի ստեղ կարևորը այդ չէր, մարդ է գցել տակը։ Դες այդ նյութի վրայից որպես հայ իրականության մեջ, Հայաստանյան իրականության մեջ ապրող մարդ, ուզում եմ թերթեմ ասում, խորացել է այդ ընկերս, այս ինչ են գրել, դա ասում եմ, դեպք այլի, ձեր մոտ չի լինում, մարդ են գցել տակը մեքենա։ Չէ, ասում այդ ֆիրմայի անունը ինչի են գրել։ Իր համար դա տնօրենի անունն էին գրել։ Չէ, լոգոյով, ֆիրմայի լոգոյի անունն է, ինքը մի հատ լոգոյի տակ աշխատող ֆիրմա է, X ֆիրմայի մեքենան է։ Արտասահմանում զարգացած երկրում դա արգելված է, հասկանում եք, օրենքով ինքը դրա վրա ասում էր, դա այդ լրատվականին պարզապես ասում է, այնքան տուգանք կտար ֆիրման, որովհետև ասում այդ ֆիրման տանջվելով բան է ստեղծել, եթե պարզվեր, որ այդ ֆիրման վարորդին վերցրել է առանց վարորդական իրավունքի, որ քիչ աշխատավարձ տա, եթե պարզվեր, որ չգիտեմ, այդ ֆիրման մեքենան չի բան արել, բայց նոր գցել են ու գրել է, եթե ինքը քշել չգիտի, ինքը ֆիրմայի տերը ինչ մեղք ունի։ Օրինակ, նույնիսկ եթե քշել չգիտի, թող գնան այն պետական ստրուկտուրան, ով օրինակ վարորդական վկայականը տվեց, ստուգեն ոնց է եղել, որ ինքը վկայական է։ Բիզնեսը ինչ պետք է աներ, հասկանում եք, բիզնեսի մենք շատ դժվարությամբ ենք Հայաստանում կանում եւ այսօր ֆիրմաների մենք չունենք ոչ աշխարհահռչակ բրենդների մարքեթինգային միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարների բնականաբար մարքեթինգային բյուջեները եւ մի հատ էլ այդ վիճակում երբ որ տենց մեր այն աշխատած փոքր մարժաներից ինչ որ հատված տալիս ենք մեր բրենդի կայացման ու մարքեթինգին, մեկ էլ մի հատ այտենց սև բան ու դու պատկերացրեք ինչքան պետքա պայքարեք, որ այդ սևը հանեք, հա։ Դա պետքա օրենքով արգելվի, դա պետք է մարդը հասկանա, որ ընդհանրապես չի կարելի էլի պետք է գնա դատավարություն բան եւ բիզնեսը այո, եթե ինչ որ խախտում է արել, անձամբ բիզնեսը, հա, մեր մոտ ժամանակին տարիներ առաջ էր թերթերով գրեցին Արկանչուկը թունավորել է ինչ որ հաճա 3 ամիս հետո քննությունը պարզեց, որ մենք ընդհանրապես այդտեղ կապ չունենք 500 հոգի։ Էլ հետաքրքիր չէր ոչ մեկին, հասկանում եք, որ 500 հոգուց 20 հոգին պարզապես իրանք այդ օրը այլ միջոցառում էին ունեցել, խալաձերնիկում մեր մթերքը չէին բայ թթվել էր եւ ինչ որ աղստամոքս են խանգարում ենք, թե բայց դա հետաքրքիր չի ոչ մեկին։ Ինչպես իրականում նման հանդիպումները, ես գիտեմ նաև դուք ուսանողների տարբեր խմբերի հետ մենթորություն եք անում, դասախոսում եք, ու նման հանդիպումները կարծրատիպեր են կոտրում, ինչպես պետք է այն մարդիկ, ովքեր ունեն հստակ պատճառներ, իրենց մասին չի խոսքը, բայց ովքեր որ վախենում են հանրային լինելուց, ինչպես իրենք հաղթահարեն այդ վախը եւ հանրային լինելը ծառայեցնեն որպես իրենց շահ, ոչ թե դրանից խուսափեն։ Օգտագործեն իրենց համար։ Ավտոմատ ինքը դա տենց կստացվի, երբ որ կստացվի, որ հանրային լինելը, որտեղ ի սկզբանե մեզ հանրային լինելը հեչ բան չէր։ Ես լավ հիշում եմ, երբ առաջի անգամ մենք ազգային ժողովում 10 քանի տարի առաջ էր Առնվազն ազգային ժողովի ճաշանը մենք վերցրեցինք, մտանք ազգային ժողովի ճաշան մենք մեր գործ անելու կինս ես էլ այն ժամանակ այդքան հանրային չէի, բայց համեմատ կնոջ կինս էլ ինքն էլ ոգևորված իր բիզնեսը, երբ որ եկել էին հարցազրույց վերցնելու, ինքն էլ ասեց, հա, օքեյ, ինչի՞ չէ, ու հարցազրույց է տալիս, ու ոգևորված եկել տանը պատմում է։ Հետո որ տեսավ, թե ինչ է գրվել դրա մասին, աչքերը արցունքին լացելով, բան ես էլ երբեք չեմ տալու, այս ինչա, այսինքն հասկացա, որ դա վնաս է իրան։ Մենք նույնիսկ այդ պատճառով, որ անդադ բացական ֆիդբեքներ էինք ստանում, մեր նպատակը տեղ ինչ էր ազգային բան թալանումա գերշահույթ մտել ենք մեր 700 դրամով լանչ էինք վաճառում, էլ մեր բիզնեսն էինք անում, մենք ոչ մի մտել էինք քաղաքականություն, ոչ, բայց այդքան գրվանք պատճառով մենք դերից դուրս եկանք, հասկանում եք, դուրս եկանք, որտեվ համարեցինք, որ անիմաստ է ու ավելի շատ հեյթի եք առաջ։ Ավելի շատ ոնց որ
վատ ֆիդբեքներ է լինում։ Իսկ եթե դա ստացվի, որ այդ հանրային հիմա այդ բանը փոխվում է ու լավ է որ փոխվում է, որ հանրային լինելը միայն օգուտ է տալիս, եւ մարդը տեսնելով որ հանրային լինելով սկսում են ձեզ ավելի վստահել, բնականաբար մարդիկ հաճույքով կգան եւ սկսի մի քիչ էլ արդեն կանոնակարգված բիզնես, մեդիա դաշտ, պետություն, համագործակցությունը հստակ գործելու դեպքում մարդիկ իրանք կձգտեն բնականաբար բանի։ Ոնց որ զարգացած երկրներում է։ Արտլանչը այսօր ոչ միայն Հայաստանում է հայտնի, ունի մասնաճյուղեր Ռուսաստանում, Ղազախստանում, եթե չեմ սխալվում, ուրիշ տեղ չունեք, չէ՞։ Ամերիկայում ենք բացվել։ Նոր Մի տարի արդեն։ Հա, Ամերիկայում ինչ ազդեցություն ունեցավ, ինչպես որոշեցիք դրսում սկսել բիզնես եւ այնտեղ աշխատելը ինչ սովորեցրեց եւ ինչ բերեց այստեղ։ Շատ բաներ, մենք առաջինը երևի մինչև այդ 3-ը բացվելը, մենք բացվել էինք Արաբական Էմիրություններում ու այնտեղ այն ուրիշի ասած լեզվով ծախողել էինք, իմ ասած լեզվով լիքը բան էինք սովորել, որովհետև երբ որ մենք մտանք այնտեղ, բացվեցինք Դուբայում, մեր համար դա բան էր, հա, մենք ճանաչելի էինք Երևանում, մեզ ճանաչում էին, մենք ունեինք ինչ-որ քայլեր, որ գիտենք ու գնացինք մտանք այնտեղ, այն ամենահասարակ քայլից երբ մենք բացում էինք Երևանում Արտլանչ, մենք ու պարզապես բուկլետներ էինք տպում, այդ բուկլետներով տպագրում տալիս էինք մեր աշխատակիցներին, տանում բաժանում էին մոտակա շառավղով, հա, 140 մետր շառավղով քայլով օֆիսային տարածքները եւ հաճախորդները գալիս էին այտենց մի անգամ որ մտան ինչ որ մի հյուրասիրություն էին տալիս արդեն դառնում էին պոտենցիալ մեր հաճախորդը նույն սկզբունքով մենք որոշեցինք Դուբայում անել ու մի կես ժամ հետո ոստիկանությունից զանգեցին ասեցին եկեք տարեք ձեր աշխատակիցներին որովհետեւ այնտեղ արգելված էր դա հետո մենք հասկացանք որ չէ մենք ինչ մենք digital marketing գոյություն ունի, չգիտեմ branding, լոգոն մեր ընթերնելի չի, եկանք rebranding արեցինք, brand book գոյություն ունի, էս ունի, ու այսինքն կուլտուրա փոխվեց։ Ու երբ որ ստեղ ասում են մրցակից է գալիս, ես մենակ ուրախանում եմ այն առումով, որ դրսում երբ որ դու գնում չի ստացվում, դա շատ թանկ է քո վրա նստում այդ սովորելը։ Հայաստանում եթե դու մրցես, դու ստեղ մեծ ռեսուրս եւ հնարավորություններն են, ստեղ հեշտ ավելի սովորելը։ Իսկ դրսում գնում ես ու մտնում ես ու պարզվեց դա մեր վրան բավականին երկար եւ թանկ արժեցավ այդ բանը, բայց դրանից հետո արդեն ուրիշ երկիր մտնելուց մենք հաջողեցինք, որովհետեւ լավ գիտենք ու հիմա նույն ձևով երբ որ ասում են օրինակ Էմիրատներ, ասում են հաճույքով կմտնեմ։ Բանդեղ ծախողել ես, ասում եմ ես չեմ ծախողել, ես ընդ սովորել եմ, ես ընդ կարամ գնամ աշխատել։ Իսկ սպառողների սպասելիքները շատ տարբեր են։ Բնականաբար տարբեր են, չի կարող նույնը լինել, բայց ընդհանրական բաներ կան, որոնք հենց այդ բիզնեսի հաջողությունը նրա մեջ է, երբ որ ինքը կարողանում է այդ տարբեր ճաշակների բնականաբար ամեն մարդ մի ճաշակ ունի եւ այդ ճաշակների մեջ ընդհանրական բան գտնել, ինչ որ խումբ գտնել մեծ, որոնք կգան քո մոտ, հանուն ինչի։ Այդ հանուն ինչին գտնել, մոդելավորել բիզնեսը դրա վրա, ինչի պահանջարկը կա եւ գնալ առաջ։ Ես որ խոսում էինք, ձեր ձեռքերին նայեցի, մատանին չկար, քանի որ շատ եք պատմել այդ մասին, որ սկսել եք ձեր ամուսնական մատանու վաճառելով, ուզում եմ հարցնել ինչու դեռ չեք գնել, թե գնել եք, բայց չեք գրում։ Գնել եք ինձ, բայց մեծ է գնել վրանից, խոստացել է փոքրացնի դնեմ, այս նոր տարում գնել է վերջապես։ Դա էլ երևի սխալներից մեկն է, որ շատ երիտասարդներ կամ բիզնես սկսողներ մտածում են, որ շատ գումարներ է պետք բիզնես սկսելու համար, հնարավորություններ, աջակցություն, հովանավորություն, ինչ-որ ընտանիքի պապական ժառանգություն, բայց դուք հենց ձեր օրինակով ցույց եք տալիս, որ հակառակը մի քիչ բան կհնչի, իհարկե, տարօրինակ կհնչի, բայց խանգարում են ավելի, քան թե օգնում են, որովհետև երբ որ դուք ինքներդ գնացել եք այն ոչ հնարավորություն ունելով այդ կրիզիսային վիճակից բարձրանալով դուք արդեն ամեն ինչ տիրապետում եք բիզնեսը A-ից մինչև Z։ Նորից ոնց որ կրկնվեմ, բայց եթե ուսումնասիրեք բոլոր մեծ գործարարների ընդհանրապես ես փորձում եի հասկանալ, որովհետև դուք կարող եք լավ բնութագիր կար, թե կամ քննություն անցկացնել, թե ով կարա դառնա հաշվապահ կամ ով կարա դառնա
չգիտեմ, ինչ որ արհեստ տիրապետի կամ ֆինանսիստ կամ մյուս, դրանք բոլորը ինչ որ հարցաշարեր կա, որոնք կարելի է լուծել, բայց ասել ինչ որ հարցաշար, որի դեպքում բիզնեսմեն որոշել ինքը բիզնեսմենա թե չէ նման բան գոյություն չունի։ Այնուամենայնիվ կա ընդհանրական որոշ գծեր, որոնց դեպքում դու կարողանում ես հասկանալ այդ գործարարը կարող է դա գործարարության ընդհանրական գծերն են եւ դրանցից եթե նայենք մեծ գործարարների բանը լիքը բաներ չի բռնում այսինքն չկա տենց բան որ ասել գիտեք էս շատ աշխատասեր էր այս մեկը սիրում էր առավոտ բան անել այս մեկը սիրում է պլանավորել տենց տեսել եք լիքը հարցաշարեր արդյոք դուք սիրում եք պլանավորել արդյոք սիրում եք շուտ արթնանալ արդյոք էս անել այն անել գրի առնել չկա տենց բան Ես դες վստահեցնում եմ, այդպես բան չկա, որովհետև եթե դուք նայեք աշխարհի նորից եմ ասում, մեզ դնենք մի կողմ, նայեք աշխարհում կայացած ամենահզոր եւ ունիկալ գործարարներին, նրանք մեկը մեկից բացարձակապես նման չեն։ Կա ընդհանրական նմանություններ, նրանք համարյա բոլորը 0-ից սկսել են, հա, իրանց տանջանքով սկսած գործարարներ են եւ համարյա բոլորը պատասխանատվություն վերցնելու կազմակերպչական ձիրք ունեն ընդհանրապես։ Պատասխանատվություն վերցնելու որտեվ օրինակ ընկերս շատ հարազատ ընկեր է, որ մի անգամ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ էսի ոնց անում ասի, ապեր արի դու բիզնես մի արա, եթե դու անդադի մեկին հարցնես, դեպապես դու չես պատրաստում պատասխանատվություն վերցնել, ինձ խնդիր չի քեզ օգնել ասելը, բայց դու այդ գործարար չես, գործարը ես ում հարցնեմ, ես պիտի որոշում կայացնեմ ու պատասխանատվությունը վերցնեմ ին վրա, ու երբեք հանգարց չասեմ, այդ է սխալվեցի, սխալ արեցի, այսինչ սխալ արեցի, ինչի չպիտի ասեմ Որտեւ ես այդ ժամանակ վստահ եմ, չէ՞ որ ճիշտ եմ անում։ Հետևաբար ճիշտն եմ, այդ պահի ամենաճիշտ բանն եմ արել իմ ուղեղով, իմ խելքով։ Ոնց եմ սխալ արել։ Դա հիմա է որ հասկացել եմ, որ սենց էր։ Անելուց հետո։ Հիմա, այո, եւ հետևաբար հաստատ սխալ չեմ արել։ Այնպես չի որ ես գիտեի դա սխալ է ու արել եմ։ Հայաստանում հաճախ բիզնեսն ու քաղաքականությունը միահյուսվում է։ Բիզնեսմենը գնում է քաղաքականությամբ է զբաղվում, քաղաքականությամբ զբաղվողը հետո բիզնեսով է զբաղվում, դուք որպես հարգված, սիրված գործարար, նաև հասարակական գործիչ կամ մարդ, ում համակրում են, ունեցել եք առաջարկներ քաղաքականությամբ զբաղվելու։ Բնականաբար շատ եւ իհարկե հրաժարվել եմ, որովհետեւ հենց իմ սկզբունքն է քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու, իմ հենց միտքը եւ միշտ բոլոր տեղերում ես դա ասում եմ, որ պետքա բիզնեսը քաղաքականությունը իրանից առանձին լինեն։ Իհարկե մի քիչ քաղաքականություն, երբ որ ասում ենք, մի քիչ բան ենք հասկանում Եթե գլոբալ ճիշտ առումով հասկանանք, բիզնեսը չի կարող քաղաքականությունից դուրս լինել։ Ոչ քաղաքականությունից իրականում դուրս չի։ Ուղղակի մենք քաղաքականություն ցավոք սրտի որ ասում ենք, մենք քաղաքականություն հասկանում ենք զուտ կուսակցական քաղաքականություն, այդտեղ պետքա բիզնեսը դուրս լինի դրանից, բայց ընդհանուր քաղաքականությունը իհարկե ինքը պետքա մասնակցություն ունենա, որտեղ երկրի տնտեսության կայացման, երկրի բրենդավորման Որտեւ այդ երկրի բրենդավորումը, երկրի անունը բարձրացնել եւ բրենդավորումը, այս ամեն մեկի սորասական խնդիրն է։ Եվ այստեղ ոչ միայն բիզնեսի, ոչ միայն պետության, պետական այլ նույնիսկ սովորական կարիերիստի մասով։ Որտեւ թե նստած ենք բանում Դուբայում նստած ենք այդ մի հատ հնդիկ լավ տղակար հետը մոտիկացել, այտենց նստում զրուցում էինք երեկոները, որոնտեղ արտլան չէինք բացել Այտենց մի օր տենց հարցեցի իշխան աշխատավարձ է ստանում, թիվը ասեց, ասի լավ էլ ստանում ես էլի մալադես լավ ասեց, այդ ինչ ասեց, իրան նայի, ասեց 5 անգամ ավել է ստանում, նույն գործն է անում։ Ասի բա ինչ ասեցինք անգլիացի։ Այն բրենդը այնքան անգլիացի։ Հասկանում եք, ու ինչի էլի։ Էդ է կամ made in Italy կամ հա made in Singapore made in Armenian ինչ ոչինչ բան։ Էսա, երբ որ դուք դարձնեք դա, դուք հայաստանցի եք, դուք բրենդ եք։ Ձեր made in Armenia-ը ուրեմն ինքը լավն է, ուրեմն դու կարաս իրան թանկ ծախես, իրան պետք չի էժան վաճառել։ Բացառում եք քաղաքականությամբ զբաղվելը։ Այդ մի քիչ բան է, որովհետև հստակ Գինես ասել է հենց մտնես քաղաքություն բաժանվում ենք, այստեղ թեման տենց է, երբ որոշեմ բաժանվում ենք, կարամ զբաղվում քաղաքականությամբ։ Իսկ ի՞նչն է հիմա ձեզ առաջ մղում բիզնես սկսելուց ավելի մտածում եք հաջողելու, ինչ որ կայուն վիճակի հասնելու, բայց երբ որ հասել եք կայուն վիճակի դեռ ավելին ճանաչված բրենդի, սիրված, ընդունված, կարծես հասել եք, չէ, այն բնականին, չգիտեմ, ցանկալիին հիմա որ հասել եք, որն է մղումը առաջ գնալու։
Հենց այդ ամբողջ հարցը, երբ որ ձեր մոտիվացիան պարզապես հանդարտությունն ունի եւ բաննա, որ երբ որ մենք 15 թվականի վերջիններ մենք որոշեցինք մարդուկին այդ ձեր ասացի նման արդեն հասել ենք ամեն ինչին, որովհետեւ հավելյալ գնալ ավել բան անելու համար մեզ պետք էր սկսել երկրից դուրս գալ, այս դժվարություններ, հավելյալ վարկեր, որը չունեինք այն ժամանակ ընդհանրապես ֆիրման ոչ մի վարկ, ոչ մի բան։ Այսինքն մենք աշխատում էինք, մեր գումարը մեզ բավականացնում էր, մեքենաներ ունեինք, դաչան ունեինք, հայավարած տարին մի 4-5 անգամ ինչքան պետք էր ճամփորդում էինք, էլ ինչ է ինձ պետք է։ Ես կազինո չեմ խաղում, չեմ բրլյանտ կինս չի սիրում, ոսկի չենք սիրում, բրենդային բաներ չենք, մեզ հաճելի է ճանապարհ, այն ինչ որ պետքա ունենք, հավելյալ հանուն ինչի է գալիս, չէ՞, այդ հարցն է մոտիվացիոն գալիս, որովհետև եթե դու հավելյալ գումար ես ուզում, դու պետք է տանջվես հավելյալ ռիսկերի մեջ մտնես։ Եվ ասեցինք, օքեյ, 15 թվականի դեկտեմբերի 31-ին որոշեցինք, որ չենք ընդլայնվում, շատ լավ է, բավարար է։ 16 թվականի քարոզիա պատերազմը մեզ փոխեց լրիվ մեր մտածելակերպը, որ չէ, դու քո կոմֆորտ զոնան ստեղծելով, քանի երկիրդ հզոր եւ ապահով չի, ապահովագրված չի, դու քո ունեցվածքն էլ ամբողջապես երկրի մեջ է, դու կարաս մի օրվա մեջ, մի քանի օրվա մեջ դառնաս ոչինչի տեր, ինչ որ շատ վտանգավոր տեղում եւ այդտեղ էր որ մոտիվացիան արդեն ստեղծել բրենդ, ստեղծել բրենդեր, կազմակերպություններ, որոնք կհասնեն համաշխարհային ճանաչման ու ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա, ինչի համար է որ մենք հիմա օրինակ նույն Իտալիայում հյուրանոցային ցանցի, որ ասեցիք ունենք, չունենք, այն առումով որ չի աշխատում դեռ, բայց ահագին գումար ենք ներդրել, մի քանի հյուրանոց ենք ձեռք բերել իր վրա փորձարկումներ անելու, բայց նպատակը ոչ թե որ այդ մի քանի հյուրանոցը ես ու կինս գնանք Իտալիա նստենք աշխատացնենք, այլ նպատակը սիստեմա ստեղծել եւ կարողանալ վերցնել մի քանի հազար հյուրանոցների կառավարում, ունենալ միլիարդանոց կամպանիա, նպատակը սա է, որ այս աշխատած գումարը ոչ թե վերցրել եմ, չգիտեմ, ինչ որ հավելյալ ինձ մի հատ բան առնել ոսկեղեն կամ տունը պայել, այլ դրել եմ այդ ռիսկի տակ, նպատակը դա է հենց։ Մասամբ արդեն հաջորդ հարցից պատասխանեցիք, նպատակ որն է ձեր նպատակը, ցանկությունը, ինչու ոչ նաև երազանքը։ Երազանքը ուժեղ երկիր ունենալ, ես չգիտեմ, մի քիչ կարող է բան լինի, բայց երբ որ ինչ որ միտեղ տեսնում եմ Հայաստանը ինչ որ միտեղ մի բանով ավելա գնացել, միտեղ հաղթվում քիչ, այդ հաճույքը ես շատ եմ զգում, նույնիսկ ես ֆուտբոլ չեմ սիրում, չեմ նայում, բայց ֆուտբոլ միտեղ որ կրվում է, լիջորայանում եմ Հայաստանը, ասում եմ, որ ամենտեղ հաղթի մեր երկիրը։ Շնորհակալ եմ շատ, մենք մեկ ավանդույթ ենք ուզում ձևավորել մեր հաջորդ հյուրի համար, խնդրում եմ գրեք մեկ հարց եւ մեկ խորհուրդ։ Բայց չեմ կարող ասել ով է լինելու, առանց ճանաչել, առանց իմանալ մեկ բիզնեսմեն է լինելու։ Ես սա հիմա չեմ կարդալու, դա կկարդանք հաջորդ հաղորդմանը։ Շատ լավ։ Okay։ Շնորհակալ եմ։ Եթերում Business Lab-ներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։